իրենց հույս են տվել, ու մեզ համոզում են, թե խաղաղության պայմանագիր կոչված բանը կլուծի այդ հարցը։ Իսկ եթե չի կնքվում, կամ ոնց պետք է լուծի։ Նիկոլն ասում է, մի հոգու խնդրով չի զբաղվում, այլ պետության շահով։ Դու չես հասկացել, որ նրանց օր առաջ բելերը հենց պետական շահն է։ Թողնելու ես դատական ֆարսը մինչև վերջ գնա, հետո արդյունքներով Ադրբեջանը քո ասած հիմքերը ստեղծի Հայաստանի վրա հարձակվելու, հետո էլ մեղավոր համարես գերիներին։ Դատավարության հենց առաջին օրը ադրբեջանական մամուլը գրեց, թե Արայք Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե իր, այլ Փաշինյանի հրահանգով։ Կարևոր չէ Արայք Հարությունյանը դա ասել է, թե չի ասել։ Կարևորն այն է, որ դրանով Ադրբեջանը կարող է հիմք ստեղծել պատերազմի համար։ Հիմքեր է ստեղծում միջազգային դատաներ դիմելու համար։ Դու պետք է նրանց բերելով հենց քեզ ու երկիրը գլխացավանքից ազատես։ Շահը հենց այդ է պետական։ Այդ որ ասում ես զբաղված են պետական շահով, կրկնում եմ, հենց պետական շահը դա է պահանջում։ Նիկոլ Փաշինյանին պետք է ուղիղ հարց տալ։ Շատ ուղիղ։ Դու ուզում ես գերիները գան, թե չէ։ Շատ ուղիղ պետք է հարցնել։ Չասեք հայը ոնց չի ուզենա։ Նիկոլը ուզում է վերադառնալ, թե չի ուզում։ Նիկոլը ուզում է, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Նիկոլը չի ծրագրում տարածքներ տալ, նորը զիջել։